Այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճանի վերհանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երևույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են։ Օրերս գրել էր Հայկական ժամանակը եւ հավելել։ Բայց մի բան է դրանց մասին խոսել խաղաղության տարիներին, մեկ այլ բան, երբ այդ խոսքերը, ապացույցները իրենց մատուցում են ամենաանհարմար եւ ամենաանսպասելի ձևով։ Ռազմական գործողությունների վերսկսումից հետո քաղված դասերի մասին ենք մասնավորապես զրուցելու Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեգամ Հարությունյանի եւ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունել եք։ Մասնավորապես հանրությանը հուզող հարցերի պատասխան որպես ընկալվեցին այս շաբաթ իրականացված պաշտոնանկությունները, օրինակ կոնկրետ պատասխան է իբրև ընկալվում այն, որ թե ինչու զինվորները ըստ որոշ տեղեկությունների ապահովված չէին առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներով, աշխատանքից ազատվեց Պաշտպանության նախարարի տեղակալ հենց նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը եւ պատասխան հնչեց նաեւ այն հարցին, թե ինչու պատերազմական գործողությունների ընթացքում ինչ որտեղ նաեւ կապի խնդրի առջև կանգնեցին, աշխատանքից ազատվեց զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Պարոն Հարությունյան, իրոք փոխկապակցված են, որտեղ պաշտոնապես բացատրություն չի հնչել նրանց պաշտոնանկության պատճառների մասին։ Ըստ ամենայնի այդպես է ընկալվել հանրության մեջ, որ դա ինչ-ինչ թերացումների արդյունք էր այս պաշտոնանկությունները եւ առհասարակ պետք է ասեմ, որ այս օրերին հանրապետության նախագահը օրակարգ եկած եւ հանրությանը հուզող շատ հարցերի պատասխաններ է տվել եւ թերևս այս պաշտոնանկությունները պետք է ընկալել այդ համատեքստում։ Դուք նշեցիք, որ չեն եղել առաջին անհրաժեշտության պարագաներ, կարծում եմ դա մի փոքր չափազանցություն է կամ իրականությանը չի համապատասխանում։ Խոսքը ավելի լուրջ խնդիրների մասին էր վերաբերվում, ասենք պարիտետին, որ պետք է լիներ սպառազինությունների ոլորտում, հետախուզության հետ կապված խնդիրներին, կապի ապահովման միջոցներին։ Պետք է ասեմ, որ ըստ երևույթին եղել են որոշակի թերացումներ, այլապես պետք է ենթադրել, որ նման ուրեմն պաշտոնանկություններ չէին լինի։ Սակայն այսօր ավելի շատ սևեռվում է հասարակության ուշադրությունը թերացումների ու թերությունների վրա, բայց ես կուզենայի նաև նշել այն դրական կողմերը, որ դրսևորվեց բանակի կողմից այս քառօրյա պատերազմի ընթացքում։ Մասնավորապես, եթե զենքի սպառազինության հետ կապված որոշակի խնդիրներ կային, ինչը շտկելի է ի դեպ, ապա մնացած առումներով մարտական պատրաստականության, զինվորականների ոգու, նրանց զինվորական պարտքի հավատարմության, մարտավարական հմտության եւ այլ առումներով, օրինակ մեր հրետանավորները հրաշալի են գործել այս քառօրյա պատերազմի ընթացքում, դա արձանագրվել է առաջին գծում զինվորներն ու սպաները աննահանջ ոգի են դրսևորել եւ այլն, ապա այս առումներով իհարկե բանակը ցույց տվեց, որ բանակում իրականացվել է կանոնավոր, հետևողական աշխատանք, որը նաև դրսևորվեց այս օրերին։ Չմոռանանք նաև, որ որքան էլ մեղադրենք, որ պետք է հանկարծակի չգայինք եւ այլն, բայց Ադրբեջանին հաջողվել էր ուժեր կուտակել եւ հասցնել բավականին անսպասելի հարված։ Եվ այդ հարվածին այդպես դիմագրավել եւ արդեն մի քանի օր հետո նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, սա իհարկե բանակի այսպես դրական հաշվեկշռում պետք է գրանցել։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, այ պարոն Հարությունյանն էլ խոսեց բավական անսպասելի հարվածի մասին։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ մինչև վերջերս, մինչև ապրիլի 25-ը զինվորականները բոլորը պնդում էին, որ այս առումով մեզ համար անակնկալներ չկար, հենց պաշտպանության նախարարը, հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հակադարձելով մեղադրական շեշտադրումներ պարունակող հարցադրումներին, ասաց, որ մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություն մեր հետախուզությունից, մինչև Bloomberg-ին տված հարցազրույցում, որը հրապարակվեց ապրիլի 25-ին, Սերժ Սարգսյանը ըստ էության հերքեց նմանօրինակ հայտարարությունները, լսենք։ Ստույգ տեղեկություններ անշուշտ չունեինք, որ ապրիլի 1-ը կարող է այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, եւ եթե իհարկե ունենայինք, ադրբեջանցիները շատ մեծ գորուստներ կրեին եւ այս մի քանի մետրը, որ իրենք գրավել են, էլ չէին կարողանա գրավել։ Տեղի ինքնապաշտպանական բանակը
ուներ տվյալներ, որ այդ երեկո սպասվում է էլի դիվերսիոն հետախուզական խմբի գործողություն ադրբեջանական։ Բայց որտեղ, որ հատվածում հայտնի չէր ստույգ, եւ դա 200 կիլոմետրից ավելի մի հատված է, պատկերացրեք, դժվար է կողմնորոշվել, թե որտեղ կարող են լինել այդ իրադարձությունները։ Այնուամենայնիվ, ուրեմն զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը թերևս որոշակի պատասխան է այն հարցում, թե այս տեղյակ էին, տեղյակ չէին հարցերի մեջ, որ կողմներ ճշմարտություն։ Ես կարծում եմ, որ հեռացումները երեք պաշտոնատար անձանց էապես կապված էին քառօրյա պատերազմի հետ, նրանց թերացումների հետ։ Թերացումների արդյունքում թե ինչ տեղի ունեցավ, ինչպիսի կորուստներ մենք ունեցանք, դա ակնհայտ էր։ Եվ կարծում եմ այս հեռացումները դեռ առաջի ծիծեռնակներն են, որովհետև եթե ուզում ենք շտկենք ամեն ինչ, պետք է նայենք խորքային ընդհանրապես պատասխանատվությունը ամբողջ խորքային մակարդակի վրա։ Եվ բնականաբար հետախուզության թերի աշխատանքը, կապի համակարգի թերի աշխատանքը, նյութատեխնիկական սպասարկման մասին խոսակցությունները անընդհատ եղել են, բայց դրանք ակնառու տեսանելի դարձան եւ պատիժները պետք է լինեին անխուսափելի։ Դրանք տեղի ունեցան։ Ներողություն, բայց երևի ձեզ համար գաղտնիք չէ մասի, որ գիտեք, որ հնչում են ձայներ, որ միայն պաշտոնանկությունն է բավարար չի, պետք է լինեն նաև պատասխանատվության այլ մեխանիզմներ, որովհետև մեղավորները պետք է պատժվեն։ Ինչ կարծիք եք այս մասին։ Պետք է հասկանալ այնուամենայնիվ դրա համար պետք է բոլոր դետալներին ծանոթ լինել եւ թերացումների բնույթը, աստիճանը, խորությունը, ծանրությունը այդպիսի հարցադրումներ առաջ քաշելու համար ես ինքս կողմնակից չեմ մարդկանց բոլոր դեպքերում տանելու եւ ինչ որ պատիժների ենթարկելու, եթե նրանք դրան արժանի չեն, բայց բոլոր դեպքերում սա առանձին խոսակցության նյութ է, առանձին փաստերի համադրման, վերլուծության, այս բանը ես բնականաբար չունենալով դրանք իմ ձեռքի տակ չեմ կարող որևիցե եզրակացություն կամ որևիցե մտահանգում անել դրանց մասին։ Մամուլը հենց համադրելով իրենց պաշտոնապես հրապարակված հայտարարները առնվազն պաշտոնանկ եղածներից մեկի վերաբերյալ համադրել էր, որ նա շատ ավելի շատ հարուստ է, քան անգամ հենց նախարարը։ Այս տեսակ մի բան կա, որի հեղինակը Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահն էր ասեց, որ այս դեպքում կոռուպցիան չափվեց զինվորի կյանքով եւ պարզ դարձավ, թե դա ինչ անտանելի բան է։ Ուրեմն կոռուպցիայի խնդիրը էական խնդիրն է, որը պետք է արմատախիլ անել ամենուրեք, բայց բանակում պետք է ընդհանրապես դա գոյություն չունենալ, բացառվեր, որտեղ բանակի կոռուպցիան էապես առնչվում է արդեն զինվորի ծառայության որակի, իսկ նաև պատերազմական դրության ժամանակ նաև կյանքի հետ։ Եվ սա այսպես որ հասարակությունը մամուլը սուր ընկալեց այս զոհերը, ըստ էության կապված են նաև հասարակության մեջ կուտակված կոռուպցիայի հետ կապված չլուծված խնդիրների հետ։ Իսկ բանակում կոռուպցիայի մասին բազմիցս խոսվել էր եւ տեսանելի որևէ գործողություն այս պայդրությամբ, մինչեւ այս հերացումները որևէ էական գործողություն դեռ նշмарված չէր, առնչված չէին այդ բաները։ Բայց հիմա Միրզաբեկյան Ալիքի հայտարարագիր, երբ որ դրա ունեցվածքի մասին խոսում է, բնականաբար մարդկանց մոտ հարց է առաջանում, անդադ բանակում ծառայած անձնավորությունը ոնց կարար այդպիսի ասենք թե ունեցված կուտակեր։ Եվ այսօր բոլորն էլ տեսնում են բանակում շատ-շատերի ունեցվածքի չափի առանձնատների, մեքենաների, բայց դրանք պետք է չազդեին զինվորի ծառայության անվտանգությանը։ Դուք երևի էլի լավատեղյակ եք, որ վերջին օրերին շատ քննարկվող հարցերից մեկը հենց վերաբերում է նրան, որ առաջնագծում հիմնականում սոցիալապես անապահովների զավակներն են ծառայում եւ սա նույնպես ինչ որ որոշակի կոռուպցիոն մեխանիզմներով էր, հա, բանալվում, բացատրվում։ Այս հարցը նաեւ տրվել է պաշտպանության նախարարին եւ պաշտպանության նախարարը արձագանքել է այդ հարցին, կան իհարկե օբյեկտիվ պայմաններ, որովհետև ցավոք սրտի այսօր սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում այդքան բարվոք չէ եւ ավելի գերակշռում է այն խավը մեր հասարակության մեջ, որը միջինից ցածր մակարդակի վրա է գտնվում եւ բնականաբար այդ պայմաններում ավելի շատ են այն երիտասարդները, ովքեր ներկայացնում են եւ ելնում են հենց այդ խավից։ Բայց այստեղ խնդիր իրականում կա եւ հարցը օրակարգային պետք է համարել եւ առաջիկայում պետք է տեսնել, թե ինչ մեխանիզմներ պետք է կիրառվեն, որպեսզի
բոլորի համար հայրենիքի նկատմամբ պարտականությունն ու պատասխանատվությունը լինի միատեսակ։ Այստեղ հավասար վերաբերմունք պետք է լինի եւ դրա համար պետք է գտնվեն համապատասխան մեխանիզմներ։ Մենք անդրադառնանք էլի, բայց մինչև այդ մեխանիզմներին անդրադառնալը չեք կարծում արդյոք որ այնուամենայնիվ sense առաջարկներ են հնչում իրավապաշտպանների կողմից, որոնք ասում են որ լավ ակնհայտ է որ եթե անգամ վիճակահանությամբ է որոշվում թե զինակոչներից որին որ զորամաս են ուղարկելու, ապա գոնե առաջնագիծ ուղարկել-չուղարկելու գործընթացքում ինչ որ առողջ դրսևորումներ կան եւ պետք է լինի անպայման հետաքննություն գուցե եւ անպայման պետք է բարձ դառնա թե ինչպես է ստացվել այդ ճակերտավոր օրինաչափությունը։ Ես ձեզ ասեմ, այստեղ խնդիրը ոչ թե առաջնագծում, թե սոցիալապես անապահով, թե ապահով երեխաներն են ծառայում, այլ խնդիրը ծառայության ընթացքում երեխաների անվտանգության խնդիրները ինչպես են լուծված առաջնագծում, ինչպիսի որակական խնդիրներ են լուծված առաջնագծի համար։ Եվ վերջին հաշվով, եթե մենք դիտարկում ենք, որ պատերազմը դեռ տևական ուղեկցելու է մեր պետության թե Եվ բացառված չեն լայնածավալ գործողությունները, այդ դեպքում պետք է ընդհանրապես մտածել առաջնագծում ծառայող անձնակազմի տարիքային թե որակական փոփոխությունների մասին։ Այսինքն, եթե պատերազմ է, ուրեմն պետք է պատերազմի մեջ ներգրաված լինեն հասարակության այլ շերտեր եւս եւ պետք է ստեղծվեին այնպիսի զորամասեր, որոնք 18 տարեկանների օգտագործման խնդիրը պետք է դրվեր երկրորդ-երրորդ պլան։ Այսինքն մենք պայմանագրային զորամասերի տեսակարգը շահավելացնել եւ առաջնագծում օգտագործելով այդ ռեսուրսը, իսկ այդ ռեսուրսը մենք այս տարիների ընթացքում բավականաչափ ստեղծել ենք, մարդիկ, որոնք ծառայել են Արցախում այս տարիների ընթացքում զինադադարից հետո, որոնք ծանոթ են թե Արցախի զորամասերին, թե առաջնագծի ծառայությանը, համատաբար գուցե ոչ այսպիսի բռնկումների պայմաններում, բայց մշտական պատերազմական վիճակում անցած ազգաբնակության մի շերտ ունենք, որոնք կարող է նաև որոշակի պայմանների դեպքում ցանկություն ունենան պայմանագրային ծառայության անցնել այսօր հենց բուն Արցախում, լուծելով նաև առաջնագծի խնդիրը, որովհետև այնպես է ստացվում, որ հասարակության մեջ պատերազմը ընկալելի է հենց Ղարաբաղում ապրող մարդկանց համար եւ Ղարաբաղի համար, բայց պատերազմը իրենց ուսերի վրա տանում են 18 տարեկանները։ Եթե պատերազմ է, ապա պետք է օգտագործել մոբիլիզացիոն ռեսուրսը ամբողջ իր էությամբ եւ այդ խնդիրի լուծումն է, որը որ նաև կլուծի ինչ որ չափով սոցիալական արդարության խնդիրը։ Տեսեք դուք խնդրեմ։ Հա, ես ուղղակի մի քանի ավելի հստակ տեղեկություններ կուզեի հաղորդել դրա հետ կապված։ Նախ ասեմ, որ պայմանագրային բաղադրիչը բանակի համալրման հարցում ընդլայնվել է վերջին տարիներին եւ հետեւողական աշխատանք է տանում այն իրականացնելու համար։ Եթե այսօր մենք ընդհանուր առմամբ թվակազմի այդպիսի լուրջ խնդիր չունենք բանակում, թեպետ դեմոգրաֆիական խնդիրը հասարակության մեջ մեր պետության մեջ ակնհայտ է, դա ի հաշիվ նրա է, որ ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են ներգրավված, քան նախկինում էր։ Դրանք ըստ էության փոխարինել են զորակոչիկներին, որոնց թիվը զորակոչերից զորակոչ կրճատվել է եւ այսօր ավելի ցածր թիվ է կազմում, քան ասենք 90-ական թվականներին եւ դա զգալի է։ Ես հավատեմ միտքս, հա։ Ես ուզում եմ մի հատ քննարկենք առարկայական, որտեղ զոհվածների մեջ 70-80% դրանք զորակոչիկներ են։ Ուրեմն կան մեր բանակում զուտ պայմանագրայիններով համալրված զորամասեր։ Դա մեր խաղաղապահ բրիգադն է, դա զորատեսակային զորամասերն են, ասենք հակաօդային պաշտպանության, հրետանու որոշ զորամասեր եւ այլն, բայց դրանք մեծ թիվ չեն կազմում։ Պայմանագրային ստորաբաժանումներ եւ ժամկետայիններով համալրված ստորաբաժանումներ միևնույն զորամասի կազմում կան, ասենք կա պայմանագրային գումարտակ, կա ժամկետային զինվորներով համալրված գումարտակ, կան նաեւ պայմանագրային որոշ զորամասեր, ինչպես օրինակ մեր Վարդենիսի ուղղությամբ եւ դրանք այնտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ամբողջովին, դրանք առանձին զորամասեր են ամբողջովին համալրված պայմանագրայիններով։ Պետք է հիշեմ, որ 93-94 թվականի պատերազմի ժամանակ նույնպես զոհեր կային ժամկետային զինվորների շրջանում։ Ես այստեղ շատ կարևոր էի, այնպես որ սա բանակի կազմն է,
համակազմն է, ընդհանուր անձնակազմն է, որը տվյալ դեպքում իր ծառայության բնույթի հետ կապված տվյալ պահին, տվյալ տեղում դիմագրավում է թշնամուն, անկախ նրանից այդ պահին 18 տարեկաններն են իրականացնում մարտական հերթապահությունը, թե պայմանագրային զինվորները։ Բնականաբար, բայց շատ կարևոր է աշխարհազորի հետ կատարվող աշխատանքը, պահեստազորի հետ կատարվող աշխատանքը, եւ ես կարծում եմ հիմնական դասերից մեկը, որ պետք է քաղել այս քառօրյա պատերազմից, դա այն է, որ շատ ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձնել այն միջին տարիքի պահեստազորայինների պարբերաբար ներգրավելու հավաքների նախապատրաստելու եւ նման դեպքերում արդեն պատրաստի ճակատ դուրս բերելու հարցին։ Պետք է մեր ռեզերվային ուժերը մշտական պատրաստվածության վիճակում պահել, այդպես շատ երկրներ են անում, եւ նրանք ունենալով այդ ռեզերվը միշտ պատերազմի ժամանակ կարող են փոխարինման հանել ուժեր, որոնք նաև պատրաստված են տվյալ խնդիրը լուծելու համար։ Այսօր միաժամանակ, եթե մենք խոսում ենք երկարատև պատերազմի դիմագրավելու մասին, առաջին հերթին մենք պետք է միջոցներ գտնենք առաջնագծի ինժեներական կառույցները ուժեղացնելու համար։ Եվ սպառազինությունը, եւ ինժեներական կառույցները ուժեղացնելու խնդիրը պետք է լուծենք, եւ անձնակազմի փոխարինման խնդիրը, այսինքն զորակոչային տարիքի ուրեմն համալրումը ավելացնելով ուրեմն պայմանագրային բաղադրիչով եւ ինչքան հնարավոր է շատ։ Պարոն Արությունյան, դուք խոսեցիք արդարությունը վերականգնելու համար մեխանիզմների մասին, գաղտնիք չէ, կառավարությունը արդեն արտահայտեց իր մտադրությունը, որ բերելու են համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որ ուսանողներին այլևս չտրվի տարկետում եւ 18 տարեկան է լրացած Արական սեռի բոլոր ներկայացուցիչները ծառայեն բանակում։ Տեսեք, երևի սա է, չէ՞ համարում, որ արդարությունը վերականգնելու մեխանիզմներից մեկը։ Ընդհանուր հավասար մոտեցման դրսևորումներից մեկը կարող է լինել։ Անմիջապես հենց ՀՀԿ խմբակցության падգամավորներից մեկը Մանվելը Բադոյան կտրականապես դեմ արտահայտվեց, ասաց, որ ինչ է նշանակում զրկել սովորելու իրավունքից։ Սա կարելի անել միայն մի դեպքում, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, այդ ժամանակ բոլորին էլ կտանեն։ Բայց ով է ասում, որ զրկում են սովորելու իրավունքից։ Պարզապես մոտեցումը այնպեսին է լինում, որ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները միաժամանակ պետք է գնան զինվորական ծառայության։ Ես ինքս միաժամանակ դա հնարավոր։ Այսինքն միաժամանակ, այսինքն երբ որ լրացավ իրենց 18 տարին, հիմա գիտեք, չէ, որ մի մասը 18 տարեկանում չի գնում, նա օգտվում է ուսումը շարունակելու համար տարկետումից, եթե ընդունեցության քննությունների ժամանակ հավաքել է համապատասխան բալեր եւ տվյալ բուհը ունի տարկետում տրամադրող տեղեր։ Հետևաբար նրա զորակոչը հետաձգվում է մի 4-5 տարով, միգուցե նաեւ հետագայում մագիստրատուրա, հետագայում ասպիրանտուրա եւ ընդհանրապես։ Չեմ թաքցնի, սա ինչ որտեղ նաև խողովակ էր որոշակի այդ խողովակով խուսափելու զինվորական ծառայությունից եւ դա օգտագործվում էր։ Ես ինքս կողմնակից եմ նրան, որ բոլորի նկատմամբ լինի միատեսակ մոտեցում եւ չեմ կարծում, թե սա նշանակում է ուրեմն կրթության իրավունքից զրկում։ Նրանք ծառայությունը ավարտելուց հետո կարող են շարունակել իրենց ուսումը։ 18 տարեկանում ընդունվում են նրանք հանձնում են ընդունելության քննություններ, դուք գիտեք, որ ամառային զորակոչի անցանք, որպեսզի քննությունների արդյունքները ամփոփվեին, որից հետո արդեն երբ որ գալիս է զորակոչի ժամանակը, նրանք զորակոչվում են, գալիս են եւ շարունակում են։ Իդեպ ասեմ, որ այստեղ ոչ մի գիտելիք, այսպես ասած, կամ ուսումնառության ընթացք չի կասեցվում։ 18 տարեկան առաջի կուրսից են նրանք հիմնականում գնում, իսկ առաջի կուրսում նրանք դեռևս մասնագիտական գիտելիքներ էլ ձեռք չեն բերել, հիմնականում բազային գիտելիքներն են, որոնք ձեռք են բերել դպրոցում կամ նախապատրաստելով ընդունելության քննություններից։ Ինձ թվում է նրանք, ովքեր պետք է դառնան գիտնականներ, նրանք բանակը ավարտելուց հետո էլ կգան եւ կդառնան գիտնականներ։ Իդեպ բանակը մի կարևոր հատկանիշով կօգնի նրանց, դա այն է, որ բանակը սովորեցնում է իր կարգավիճակին հատուկ գործելակերպ։ Այսինքն, եթե դու զինվոր ես, պետք է զինվոր լինես, անկախ նրանից, թե քո տանը քեզ ինչպես են վերաբերվել։ Դու այստեղ հրամաններ պետք է կատարես, եթե ուսանող ես, ուսանողի նման քեզ պետք է պահես։ Քաղված դասերից մեկը սա է լինելու, որ փորձելու ենք անցնել պատմական։ Ուզում եմ հասկանամ, ինչ խնդիր ենք մենք ուզում լուծենք։ Դա քաղված դասերից մեկը չի լինելու, այդ հարցը վաղուց էր քննարկվում։ Հարցը միշտ քննարկվել է, հարցը միշտ քննարկումից հետո փոխվել է, նույնիսկ Վազգեն Սարգսյանը հարցը մտցրեց պարլամենտ, հետո ճգնաժամ առաջացավ, այսինքն խորհրդարանական ճգնաժամ առաջացավ, Վազգենը հանեց օրակարգից հարցը, այդ հարցը պարբերաբար շահարկվում է, դրվում է, հանվում է եւ ասենք թե հիմա ես օրինակ չեմ ուզում եմ հասկանամ ինչն է
իրոք կոռուպցիոն խողովակն ենք մենք բանանում կրճատում դրանով, թե ուզում ենք լուծենք ռեսուրսի խնդիր բանակի համար։ Չէ, ես հարց չեմ ուզում տալ, ես ուզում եմ իմ տեսակետը ասեմ, ես ուզում եմ հասկանալ։ Հա, դա մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ կրթական համակարգում, ինչի հիմա չենք պայքարում եւ եթե բանակի համար լրացուցիչ ռեսուրսի խնդիր ենք ուզում լուծենք։ Ես այդ խնդիրը այդպես էլ իմ համար տեսանելի չեղավ։ Եթե լրացուցիչ ռեսուրսի խնդիր է, ես չեմ կարծում որ տարեկետման իրավունքը մեծ ռեսուրս է ապահովում բանակի համար։ Դա շատ փոքրաթիվ մի սեգմենտ է, բայց այդ սեգմենտը հնարավորություն է տալիս մրցութային ինչ-որ մի էլեմենտ մտցնել ընդունվողների շրջանում, որովհետեւ մարդիկ գոնե պարապելուց ինստիտուտ ընդունվելու համար մի ստիմուլ ունենան տարեկետման իրավունքից օգտվելու ստիմուլն է այսօր։ Ամփոփենք արդեն մեր ժամանակը սպառնում։ Չէ, ուղղակի դեպքում ինչ է տալիս այն, որ մի մասին տանում ենք, իսկ մի մասին թողնում ենք։ Ինչու ենք մեծ մասին տանում, փոքր մասին թողնում, ասենք։ Սրանով ինչ հարց ենք լուծում։ Ուրեմն ես գտնում եմ, ես չեմ ասում թե հակադիր կարծիքը չպիտի լինի, ամեն դեպքում դա սպասելի է, որ կլինեն նաև դժգոհություններ եւ հակառակ տեսակետներ, ես ուղղակի իմ կարծիքն եմ ասում, չպնդելով որ դա Բերին Ատյանի ճշմարտությունն է։ Սա շատ կարևոր հարց է։ Այնուամենայնիվ, եթե մենք այդ ստիմուլը հանում ենք կրթական համակարգից եւ լուծում ենք ռեսուրսի խնդիր, այդ ռեսուրսի խնդիրը պետք է լուծել ուրիշ տեղ։ Եթե դա կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է, դա պետք է լուծել բանակից տարկետում ստանալը դիտել որպես ստիմուլ, դա արդեն իսկ սխալ տրամաբանություն է եւ սխալ փիլիսոփայություն, որ դրված է այս գործընթացի հիմքում։ Եթե ես պետք է ստիմուլ ունենամ նրա համար, որ ստանամ տարկետման իրավունք, որ բանակում չծառայեմ, այս արդեն միանգամայն անընդունելի է։ Բոլորը պետք է գնան, եթե տանում ենք մեծ մասին, մյուսներին չպիտի թողնենք, կլինեն օժտված մարդիկ, որոնք բացարձակ նկատվում է, որ սրանք օժտված են մշակույթի ոլորտում, չգիտեմ, գիտության, կրթության ոլորտում, համաշխարհային օլիմպիադաներում են շահել, հրաշալի, չգիտեմ, շախմատ են խաղում, արդեն գրոսմեստերական կարգեր ունեն, կամ դաշնակահարներ են, ջութակահարներ են եւ այլն, դրանց արդեն անհատապես կառավարության որոշումով կարող են տրվել տարկետումներ։ Մնացած դեպքերում այն մարդիկ, այն կոնտինգենտը, որը այսօր ուսման համար ստանում է տարկետում, իմ կարծիքով պետք է գնա սովորական ծառայության։ Որևէ մտահոգության տեղ չեն տալիս ես։ Չէ, ինձ մտահոգության տեղ չեն տալիս։ Եթե այդպիսի կանխավարկածով մենք առաջնորդվենք, որ ամեն ինչում կարող են լինել ինչ որ ստորջրյա խութեր եւ այլն, այդ դեպքում ընդհանրապես քայլ չպիտի արվի։ Հնարավոր չէ այդպիսի կատարյալ ինչ որ մեխանիզմ գտնել, որը կախված չլինի մարդուց։ Շատ լավ, այս օրինակցին դեռ կանդրադառնանք, երբ այն կբերվի ազգային ժողով։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը եւ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեգամ Հարությունյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։